արտաքին քաղաքականությունը պետք է իր հիմքում ունենա իրականություն, այլ ոչ թե ինչ-որ ինտելեկտուալ գաղափարներ, որոնց հիմքում ընկած է իրականության ժխտումը։ Հայաստանը ունի հակառակորդ, եւ այդ հակառակորդը ունի զոհ, որը Հայաստանն է։ Հայաստանը պետք է վերականգնի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնությունը, եւ Հայաստանի պետք է առաջնորդ, ով ունի այդ տեսլականը։ Ես Ֆրանսիայից եմ եւ թույլ տվեք ինձ կատարել մի պատմական համեմատություն։ Հայաստանին պետք չէ մարշալ պետանը, ով հանձնեց ամենը Գերմանիային, ինչպես նրանք ուզեցին, Հայաստանին պետք է գեներալ դե Գոլը, ով վերականգնեց իր երկրի պատիվը։ Հայաստանը ունի երկար եւ պատվավոր պատմություն, եւ այն չպետք է դառնա մի փոքրիկ նվաստացված երկիր։ Ինքնիշխանությունը եւ տնտեսական զարգացումը չեն գտնվում հակառակ կողմերում։ Դրանք կարող են գալ իրար կողքին եւ ինքնիշխանության վերականգնումը, ինչպես նաեւ քաղաքացիների տնտեսական շահը կարող են լինել նույն տեսլականի մի մաս։ Պատմական կարևոր փաստ է, եթե դուք ձեր պատմության ընթացքում որևէ պահին թույլ եք, բայց կա ինչ-որ մեկը, ով ունի տեսլական, ով ունի կամք եւ ունի ռազմավարություն, ապա ամեն ինչ հնարավոր է նորից։